Կարճ ուշադրություն խորհրդային Հայաստանի կրծոտած քարտեզը կրծքին, ճակատին, то հետոքին փակցրած Նիկոլը չի կարող չարիք հանդիսանալ այդ քարտեզը ծնած բոլշևիկյան Ռուսաստանի խամաճիկներին։ Ասել է թե Նիկոլի ասած Տաշիրեցի Սամոյին, Բուլբաշ Գագոյին, բելարուսացի է ասում ինքը, ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանին, այդ քարտեզը, որ Նիկոլը փակցրել է կրծքին, դրա ձևողը այս թվարգածս մարդկանց տերերն են։ Ու եթե դուք այսօր սրանց հայտարարած, որ կես միլիոն ձայն կեղծվել է, գոնե առնվազն, դա 50%-ն է քվեարկության մասնակիցների, նշանակում է խորհրդարանը չի կարող լինել լեգիտիմ, իրենց հարվածել են։ Իսկ եթե խորհրդարանը լեգիտիմ չէ, այդ խորհրդարանը չի կարող ձևավորել լեգիտիմ կառավարություն։ Հարվածը իրենց հասցրել են։ Հիմա որպեսզի իրենց փրկեն, ընդդիմությանը հավաքում են ռուսահպատակ, այսինքն այդ խորհրդային Հայաստանի քարտեզը ստեղծած քաղաքական թիմի շուրջ։ Գիտեք ինչու։ Որպեսզի Եվրոպան հրաժարվի այդ ընդդիմությունից, որպեսզի Նիկոլի գործերը աճ գնան։ Սա դիտմամբ արվում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը հավաքեն ռուսահպատակի թևի տակ, որպեսզի Եվրոպան էլ ասի դες տեսություն ձեզ։ Եթե ուզում եք, որ ընդդիմությունը ազդեցություն ունենա Հայաստանում, պետք է բոլորը հավաքվեն հենց ազգային ժողովրդավարական բևեռի շուրջ։ Ես չեմ ասում փողոց դուրս չգաք, ես չեմ ասում մի միավորվեք։ Բայց եթե Եվրոպան տեսավ, որ շարժման գլխին կանգնած է ռուսամետ ուժ, այդ ընդդիմության վրա ջուր լցրեք։ Ուզում եք արդյունք, պետք է բևեռը կառավարի այդ ընդդիմադիրների խումբը, բացառապես բևեռը, ոչ Նիկոլի արբանյակները, որ ընդդիմադիր են ձևանում, ոչ ռուսահպատակների արբանյակները, որ ընդդիմադիր են ձևանում, բացարձակապես պետք է բևեռը կառավարի։ Հակառակ դեպքում Եվրոպան երես է թեքելու եւ Ռուսաստանի ու Թուրքիայի խաղը իրենց կործանման հետ զուգահեռ աշխատելու է։ Նիկոլը մնալու է վարչապետ։ Այս սա են անում, եթե շարունակեք լինել ռուսահպատակի հետ համագործակցության շարքերում։ Մի քանի անգամ նույն սխալը չի կարելի կրկնել։ Խոհեմ եղեք։